Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայոց Ամազգային շարժում կուսակցության նախագահ Արադ Զուրաբյանին։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ միջազգային մեծ պատժամիջոցներ են կիրառվում, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները պատժամիջոցների երրորդ փաթեթը այս շաբաթ գործի դրեցին եւ սպասվում է, որ նոր պատժամիջոցներ կարող են գործադրվել։ Ամենայն դեպս արդեն Եվրամիության տարբեր երկրների առաջնորդներ կոչ են անում շարունակել պատժամիջոցների ուրեմն կիրառումը, նաև երրորդ երկրներին կոչ անելով միանալ այդ պատժամիջոցներով եւ անուղղակի Հայաստանը որպես Ռուսաստանի գործընկեր կամ գոնե տարածաշրջանում կարևոր դաշնակից արդեն իր երկրում երկու երկրների դեսպանատների մակարդակով գնաց այդպիսի մի փոխանակում զգուշացումների, որը մեզ իսկապես մտածելու տեղիք պիտի տա։ Որքան էլ այն բանկերը կամ կազմակերպությունները համարվում են Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություններ, այնուամենայնիվ դրանց նախնական կապիտալը եւ դրանց սեփականատերերը կազմակերպություններ կամ անհատներ են, որոնք եւս այս պատժամիջոցների ուրեմն ցանկում են։ Ինչ պիտի անի Հայաստանը այս անգրվանում եւ որոնք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքական գործողություններն ու քայլերը։ Եկեք գանք սկզբից մի բան ակնհայտ է, որ Հայաստանը ուներ ընտրության հնարավորություն եւ ընթանում էր մի ճանապարհով, որը որ կարող էր որոշակիորեն ապագա ապահովել Հայաստանին։ Սեպտեմբերի 3-ից հետո այդ process-ը կանխվեց։ Փաստորեն մենք մեկ օրվա մեջ շրջադարձ կատարեցինք դեպի եվրասիական, ուրեմն այսպես ասած, տարածք տնտեսական կամ դեպի միություն եւ դա որոշակիորեն, ասենք, նոր իրավիճակ ստեղծեց Հայաստանի համար։ Ես կարծում եմ, որ առ այս պահը մենք փրկվել ենք միայն նրա համար, որ տարիներ շարունակ տարել ենք եվրոինտեգրման մասնակից ենք եղել եվրոինտեգրման process-ին եւ կարծում եմ, որ միջազգային խաղացողները, այսինքն Արևմուտքը հստակ պատկերացնում էր, որ Հայաստանը ցանկանում է այս ճանապարհով ընթանալ, բայց Ռուսաստանը այսպես ճնշումների միջոցով կարողացավ հասնել իր ուզածին եւ միտեղ մի քիչ այս պահին մեղմված է, ասենք, բայց կարծում եմ, որ սա շատ կարճ կտևի, որովհետեւ այն սահմանափակումները, որոնք որտեղի են ունենում Ռուսաստանի նկատմամբ, այո, որոշել, որ հատվածում միանշանակ եւ ընդ որում նման տիպի այս մակարդակի, ասենք, սանկցիաներ անհիշելի ժամանակներից չեն եղել եւ թե ուր սա կտանի, շատերը շատ պարզունակ մոտեցում ունեն սրա վերաբերյալ, ես լսում եմ առանձին փորձագետների, քաղաքական գործիչների, ասենք, ելույթներ, որոնք որ կարծում եմ լավ չեն պատկերացնում ինչ է կատարվում եւ չեն պատկերացնում ինչպիսի անկում է լինելու Ռուսաստանում, ինչ աղետալի է լինելու այս ամենը, եթե այսպես շարունակվի։ Եվ առաջին հերթին մենք պետք է մի բան նկատի ունենանք, որ նույն Ռուսաստանի Դաշնությունում ապրում են միլիոնավոր հայեր, որոնց տրանսֆերների հաշվին նաև Հայաստանը որոշակիորեն, ասենք, կարողանում է ցեղից դուրս գալ, այնքանով ինչքանով իհարկե, եւ այստեղ եւս մենք լուրջ խնդրեմ ունենք, բայց այս ամենի մասին մենք մշտապես նախազգուշացրել ենք, մշտապես ասել ենք, որ պետք է ընդհանրապես դիվերսիֆիկացնել, ասենք, թե քաղաքական մոտեցումները, ահազանգել ենք տարիներ շարունակ եւ բայց միևնույն է մեր իշխանությունները, ինչպես նաև ընդդիմության մի ակտիվ զանգված, ասենք, թե գնացել է այս ճանապարհով եւ ունենք այն, ինչ ունենք։ Ես կարծում եմ, որ շատ բարդ է լինելու եւ եթե Ռուսաստանը մեծ պետություն է, կարող է փակվել, ինքնապար փակվել, ինչ որ 1-2 տարի էլ մինչեւ խորը անկումը դիմանալ, ապա Հայաստանի համար սա իրոք աղետ է լինելու։ Մանավանդ օրինակ Միացյալ Նահանգները զգուշացնում են այս կազմակերպությունների, այս բանկերի եւ այս անհատների հետ գործակցությունը իրենց համար լինելու է բավական այսպես լուրջ եւ զգուշավորության այսպես նաեւ հատուկ դիտողություն է արվում այդ հայտարարության մեջ։ Այն դեպքում, երբ այդ կազմակերպությունների միջոցով այդ խողովակներով Հայաստանում շրջանառվում է տարեկան լուրջ գումարներ, գուցե սա նաև զգուշացում է, որպեսզի Ռուսաստանում գործող հայ օլիգարխները չփորձեն այս խողովակներն օգտագործելով իրենց միջոցները տեղափոխեն Հայաստան կամ փորձեն օրինականացնել իրենց միջոցները կամ նույնիսկ ռուս
մեծահարուստներին, որոնք կփորձեն այս խողովակներն օգտագործել եւ Հայաստանում օրինականացնել կեղտոտ փողեր եւ այլն, որոնք են լինելու Հայաստանի մարտահրավերները։ Ուզում եմ մի վարքյան ձեզ հիշեցնեմ մի բան, մենք ունեինք ուրեմն մի այսպիսի վիճակ, որը ամբողջությամբ չի փոխվել, բայց փոփոխությունը առկա է գոնե ակնհայտ է մեզ համար, նույն Իրանի պարագայում Հայաստանին դեռևս թույլատրվեց ենթադրենք խողովակ անցկացնել, դիվերսիֆիկացնել, ասենք թե որը որ մենք էլի ապաշնոր ձևով կործանեցինք այդ դիվերսիֆիկացիայի հնարավորությունը եւ փաստորեն նվիրատվություն կատարեցինք էլի ամբողջ աշխարհը էմբարգո էր հայտարարում Իրանին, Հայաստանին հնարավորություն տվեց։ Եվ այդ հնարավորությունը, ասենք, կործանելը ես կարծում եմ բայց այդ նույնիսկ 90-ական թվականներին, երբ դուք իշխանության էիք, մեզ հնարավորություններ տրվում, ուրեմն ի վերջո փրկության ճանապարհն էր Հայաստանի համար դա, բայց այս պարագայում էլի եմ ասում, մեր իշխանությունները եւ ընդհանրապես քաղաքական ուժերը չեն պատկերացնում ինչ է կատարվում եւ խորությամբ չեն կարողանում գիտակցել թե ինչ է տեղի ունենալու, որովհետեւ պատահական չէ, որ արդեն իսկ ոնց որ նշեցիք դեսպանատների մակարդակով գնաց այս process-ը, դա առաջին, ասենք թե ձայներն են, բայց դա գնալով խորանալու է եւ եթե իսկ Ռուսաստանը դեռևս չի փոխել իր քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ կամ չի կարող վերադարձնել այն ինքնաթիռ ու այն մարդկանց կյանքը, որոնք որ կորցնվել են։ Կամ զիջումը հասկանում է, որ շատ լուրջ այսպես հետևանք է ունենալու երկրի ներսում, այսինքն Պուտինը հասկանում է, որ գնալ զիջման արևմուտքին եւ այսօր օրինակ դուրս գալ հարավ-արևելքից Ուկրաինայի, դա հավոր մեծ ուրեմն շարժում է առաջացնելու իր դեմ հենց նույն երկրում։ Արձանագրենք մի բան, որ Պուտինի ամբողջ այդ կրեդոն եղել է հետեւյալը, որ ներքին ուրեմն աուդիտորիայի համար, իր երկրի համար նա եղել է մարդ, որը որ հավաքագրում է այս պետությունները, ուժեղացնում է Ռուսաստանը տանում է այո այսպես եւ այլն, դա ուղեկցվեց նաեւ էներգակիրների գների աճմամբ այս տարիներին, որը հնարավորություն տվեց ինչ որ քայլեր ձեռնարկել եւ այլն, բայց հիմա նա կանգնած է երկընտրանքի առաջ, քայլ ցախ, քայլ աճ, երկուսն էլ կորցանարար են, որովհետև մի դեպքում պետք է հրաժարվի Ուկրաինայից, մյուս դեպքում պետք է նույն Ռուսաստանում ներքին կոնկրետ խժդժություն ստանա, որովհետև այդ հասարակությունը չի կարող ընդունել պարտվող կոնկրետ, ասենք, կայսրին, որովհետև պարտվող կայսրին սկսում են հետապնդել եւ այստեղ շատ բարդ իրավիճակ է։ Ես կարծում եմ իհարկե մեր պաշտոնական ուրեմն քաղաքագիտական միտքը կհայտարարի, որ առանձնապես բան չի կատարվում, Ռուսաստանը շատ հզոր է, այս ամենը կանցնի, շատ նորմալ եւ այլն եւ այլն շատ կպաշտպանեն Ռուսաստանի, քան նույն ռուս փորձագետներն ու քաղաքագիտական միտքը, շատ ավելի լուրջ, շատ ավելի բան, ընդ որում կհիշեն, ասենք, որ արևմուտքից են եկել բոլոր բացասական բաները, այս ընդհանրապես աշխարհում տարածվել եւ այլն։ Ինչևէ, բայց ես կարծում եմ, որ եթե ողջամիտ էլ չլինեն, կյանքը ինքը կկանգնացնի, ասենք թե մի իրականության առջև, որը, ասենք թե ապացույցը կլինի այն ամենի, որ այս ճանապարհը սխալ է։ Ընդհանրապես մի բան ակնհայտ է, այստեղ մենք խոսել ենք սրա մասին մշտապես, թե դուք, թե ես, այստեղ քաղաքակրթական ընտրության հարց է, ուր ես դու գնում ես դեպի լույս, թե գնում ես դեպի խավար։ Հիմա այսօր Հայաստանի իշխանությունները մեր ժողովրդին տանում են դեպի խավար, իսկ խավարը այսօր մի վայրիվերումների մեջ է, որ կործանարար է թե իր համար, թե մեր համար, մասնավորապես մեր համար, որովհետև մենք պետք է մտածենք մեր պետության։ Այնինչ հրապարակի վրա է դուք ասացիք, իսկ ներքին քաղաքական այդ որոշումների առումով դիվերսիֆիկացնելու համար քաղաքական վեկտորի ընտրությունը եւ աշխատելու այսօր խորացնելու Եվրամիության հետ հարաբերությունները, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, գուցե Հայաստանը այսպիսի ուրեմն նաեւ քայլերի պիտի դիմի, որպեսզի կարողանա այդ փլատակների տակ գոնե չմնալ ռուսական։ Հիմա ամբողջ խնդրը նրանում է, որ դրա համար պետք է իշխանություն, որ գիտակցում է այս ամենը, իշխանություն, որ պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի եւ շատ արագ, ասենք, գործընթացներին մասնակից լինի։ Դե գոնե հրապարակի վրա գտնվող քաղաքական ուժերը պետք է այսպիսի խորհուրդներով, կոչերով կամ պարտադրանքով։ Մենք մի խնդրեմ էլ ունենք Հայաստանում, որ մեր ներկայիս իշխանություններից բացի պաշտոնական ընդդիմությունը հիմնականում գոնե
հիմնականում ոչ իշխանական է այդ կոչված։ Ոչ իշխանական կոչված է, այո, որտեղ ընդդիմություն չի, ոչ իշխանական ուժերը հիմնականում փաստորեն ավելի այստեղ մարգինալ են, ավելի հակված են Ռուսաստանին ծառայելու եւ ընդ որում մի բան գործում է հստակ շանտաժի քաղաքականություն, որ այս իշխանություն, եթե դու չկատարես պատվերը ռուսական, մենք քեզանից լավ դա կկատարենք, քեզ կհեռացնենք։ Ամբողջ այս ժամանակահատվածում նրանք Պուտինին փորձում են համոզել, որ իրենք ավելի մի բան։ Ուզում եմ հիշեցնել, սեպտեմբերի 3-ից առաջ նրանք հայտարարում էին, որ աշնանը մենք սկսելու ենք հուժկու գործընթաց եւ այլն եւ այլն։ Սերժ Սարգսյանը գնաց եւ ստորագրեց խոնարհաբար կոնկրետ այն փաստաթուղթը, որը ստորագրեց, ինչ որ դրանից հետո ամեն ինչ ավարտվեց։ Այս ոչ իշխանականները մոռացան, որ Հայաստանում կան խնդիրներ եւ այլն։ Հիմա, ասենք, այս ճանապարհով մենք գնում ենք դեպի կործանում եւ դա չգիտակցելը, ես կարծում եմ, չգիտեմ, անհասկանալի է, անթույլատրելի։ Պարոն Զոհրաբյան, մենք գործ ունենք նաև արևմտամետ քաղաքական մի հատվածի հետ, պատկառելի, մտածող, փոքրամասնություն, բայց երկրի զարգացումներին հետևող եւ զարգերակի վրա այսպես անընդհատ պահած երկրի, ինչ որ մի օրակարգ առաջարկել հանրությանը եւ դառնալ գործընկեր արևմուտքի համար, որպեսզի արևմուտքը եւս հասկանա, որ Հայաստանում ամեն ինչ կորսված չէ, որ ամեն ինչ չի ավարտվում այս իշխանությամբ եւ այս 4 ոչ իշխանական ուժերով, որ այստեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են զարգացումների ողջ լրջությունը, որոնց հետ նրանք կարողանան իսկապես գործ ունենալ։ Բնականաբար օրակարգը ձևավորելը իրականում մեծ բարդությունների հետ է կապված, պետք է մի քիչ ողջամիտ լինենք եւ ազնիվ եւ ասենք այն ինչ որ արկա է եւ ոչ թե ասենք որ մենք ցանկացած պարագայում ունենք լուծումներ, չնմանվենք այն մարդկանց, որոնք որ ասում էին օր առաջ մենք արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու, եւս մեկ զարկ եւ այլն, բայց մի բան ակնհայտ է, պետք է փորձենք հավաքվել բոլոր այն անհատներով, հասարակական կազմակերպություններով, քաղաքական ուժերով, որոնք ողջամիտ են, որոնք գիտակցում են ինչ է սպառնում Հայաստանին եւ որոնք որ քաղաքակրթական իրենց ընտրության մեջ ընտրում են ընդհանրապես նորմալ լույս այլ։ Եվ բնականաբար սա process է, որ պետք է իրականացվի, ես կարծում եմ, որ շատ շուտով Ռուսաստանում կսկսեն process-ներ ընդհանրապես եւ մենք որպես քաղաքական մարդիկ, նաեւ անհատներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նրանք ովքեր գիտակցեն այն վտանգները, որոնք առկա են, ասենք թե մեր հասարակության համար, պետք է գան կոնսենսուսի, գտնեն մի հարթակ, որտեղ այդ համագործակցությունը հնարավոր կլինի։ Բնականաբար մենք որպես քաղաքական միավոր առանց հավակնությունների, առանց դրոշակակիրը լինելու հավակնության եւ այլն կփորձենք նպաստել այդ գործընթացին, որպեսզի այդ հարթակը կայանա։ Եվ ամենակարևորը միջազգային հանրության համար դառնալ իսկապես պարտներ Հայաստանի, Հայաստանի անունից, որովհետեւ ցավոք սրտի նման իրավիճակ Հայաստանում չի եղել, նույնիսկ ասենք են ծանր տարիներին, այդ հոկտեմբերի 27-ից հետո եւ դրան հաջորդող ժամանակահատվածում հիմա ինչ որ ռուսական իդիլիա է Հայաստանում, ասենք թե այնց որ նայում ես զարմանալի է, բայց մեր իրողությունն է, ցավոք սրտի մեր իրողությունն է։ Այսինքն տեսնում եք այդպիսի հնարավորություն, այդպիսի տեսնում եմ, իհարկե մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնելու, սկզբնահատվածում դժվար ճանապարհ ենք անցնելու, բայց process-ները իրենք խթան են հանդիսանալու եւ այդ մարդկանց հետ ավելի շատ երկար ճանապարհ ունեք անցած եւ ավելի շատ ուրեմն քաղաքական կենսագրություն ունեք եւ թերևս տարաձայնությունները ավելի քիչ են այդ մարդկանց հետ, քան որևէ այլ հատվածի տարաձայնությունները երկրորդական են այս պարագայում, մի բան ակնհայտ է, որ այստեղ երկրի հարց է իրոք, ասենք, եւ մի բան պետք է գիտակցենք բոլորս, որ այն մեր բոլոր հայ մարդու համար սպասված կոնկրետ, ասենք, անվերջանալի պետականազուրկ, ասենք, վիճակից մենք ի վերջո լավ կամ վատ, ասենք, պետականություն ենք կայացրել ու մի քանի տարի կարողացել ենք պահպանել եւ
ասենք գնալ դրա կործանմանը կլինի ամենամեծ հանցագործությունը կամ դրա մասնակիցը լինել ուղղակի կամ անուղղակի չեն կարող թույլ նույնիսկ դիտորդը լինել, ասենք թե ու տեսնել, որ այդ process-ը ընթանում է, դա անթույլատրելի է։ Բնականաբար շատ անելիք կա, շատ բարդ է, որովհետև թե հասարակությունն է հուսալքված, թե իշխանությունն է բոլոր մեթոդներով փորձում, ասենք, վարկաբեկել այն բոլոր հնարավորությունները, որոնք որ ասենք կարող են ինչ-որ նախաձեռնությունները, որոնք կարող են ընթանալ, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական, ասենք, ուժերի դեմ հանելու գործընթացը բնականաբար ակնհայտ է։ Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ շատ լավ գիտակցում են, թե ինչ են անում քաղաքական ուժերը եւ մեջքով են շրջվում, ասենք, նրանցից, բայց միևնույնն է, այստեղ պետք է զատել, ասենք, քաղաքացիական ինչը եւ պետք է ասենք միևնույն են գնում քաղաքականի վրա, այո, եւ միանշանակ պետք է այդ հարթությունը ստանալ, պետք է ստեղծել, պետք է պայքարել դրա համար։ Էլի եմ ասում բարդ է, բայց կոնկրետ անելիքները շատ կարող ենք նշել, որ գոնե եթե ոչ նախաձեռնության իմաստով, այլ մասնակցության իմաստով այսօր արդեն հայոց համազգային շարժումը կա այդ process-ի մեջ կամ տեսնում է իրեն այդպիսի process-ի մեջ եւ նախաձեռնողական մասնակցություն է ունենալու, ասեմ մի քիչ ավելին, փորձելու ենք անպայման մասնակից լինել այդ process-ներին, գտնում ենք, որ դրա էլի եմ ասում չպատճառաբան եմ, ամեն ինչ պատճառաբանված է արդեն անելիքները շատ են, բարդ է, բայց ինչևէ ապրել ենք Հայաստանում, ունեցել ենք շատ բարդ իրավիճակներ, շատ բարդ ժամանակներ են եղել, կարծում եմ սա էլ կանցնի, ինչ որ ձևով կհաղթահարենք։ Ցավոք սրտի բարդ է, բայց դաշտում համագործակցության եզրեր տեսնում ենք կան քաղաքական ուժեր, որոնց հետ նույնիսկ որոշակիորեն, ասենք թե process-ներ են ընթացել, գոնե հանդիպումներ են եղել, քննարկել ենք այս ամենը ուժերի անհատների հետ, ասենք շատ ովքեր լիբերալ հիմնականում, այո, ես շատ կարևորում եմ գաղափարախոսությունը, իհարկե մի դեպքում պետք է, ասենք, նույնիսկ դա չկարևորել, երբ որ պետությունը կործանման է, բայց ասենք գոնե այն հատվածում, որտեղ որ գաղափարական, ասենք թե մոտեցումները կարևորվում են, այդտեղ պետք է գոնե համագործակցել այն ուժերի հետ, եւ լինել սկզբունքային, որտեղ հակառակ դեպքում մենք արդյունքը տեսել ենք։ Ես կարծում եմ, որ առաջիկայում մենք կհայտարարենք ինչ-որ մի, ասենք, ֆորմատ, որը որ կսկսի գործել։ Հայտարարվածից տարբերվող, Եվրոպական ալյանսից տարբերվող։ Ես ասեմ, փոխ լրացնող, մենք պատրաստ ենք, ուրեմն մենք պատրաստ, չէ, ոչ թե ալյանսից, այն բանից Եվրոպական ընտրությունից։ Մենք պատրաստ ենք համագործակցել մարդկանց հետ եւ բոլոր այդ նախաձեռնություններին մասնակից լինել, բայց կարծում ենք մի քիչ դրա քաղաքական, ասենք թե հատվածը ոնց որ ասած կաղում է, այդտեղ պետք է ավելի ինձ թվում է պետք է այդտեղ ամրացնել։ Ես կարծում եմ կգտնենք լուծումները եւ կշարժվենք առաջ։ Շատ լավ։ Գալով գործընթացների հերթական կամ արտահերթ հնարավորություններին, դուք որտեղ եք տեսնում եւ ինչպես եք տեսնում Հայաստանում կա նախադրյալներ արտահերթ գործընթացների համար թե ոչ։ Ուրեմն երկու կողմից էլ կա, ասեմ երկու կողմից, ինչու եմ ասում։ Որտեւ այնինչ նկարագրում ենք, կարծես թե բոլոր հնարավորությունները տալիս է, որպեսզի Հայաստանում արտահերթ միանշանակ կա, ընդ որում հասարակության մի հատվածին, մի ստվար հատվածի թվում է, որ ոչինչ չի փոխվի, այս ճահիճը այսպես էլ կմնա, բայց դա այդպես չէ։ Ընդ որում կա երկու տարբերակ, պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ, ցավոք սրտի, եթե ասենք այս իշխանությունը փորձ կատարի ինչ-որ բան փոխել, կարծում եմ կհանդիպի ոչ իշխանական ուժերի, ասենք թե դիմադրությանը, հակառակ պարագայում համոզված եմ, որ հասարակության մեջ կգտնվեն թե անհատներ, թե քաղաքական միավորներ, որոնք ոտքի կկանգնեն, իսկ դրա համար պարարթողը համոզված եմ, որ շատ շուտով կստեղծվի եւ կփորձեն գնալ փոփոխությունների։ Այսինքն մենք մի ականապատված դաշտում ենք, որտեղ ցանկացած վարքյանի այդ փոփոխությունները սպասելի են։ Ղարաբաղի մասով։
գործընթացներ, դիվերսիոն հարձակումներ, ամեն օր մենք գրակահերթերի մասին ենք լսում եւ մենք գործ ունենք մի ձևաչափի հետ Մինսկի խմբի համանախագահության, որտեղ նույն մեր ռազմավարական գործընկերն է աշխատում է մի այնպիսի ուրեմն ֆորմատի մեջ, այն երկրների, որոնք պատժամիջոցներ են գործադրում փաստորեն այդ ֆորմատի մեկ այլ անդամի նկատմամբ, որը այսպես մեր ռազմավարական գործընկերն է եւ որը ուրեմն խաղաղություն հաստատելու փոխարեն Ադրբեջանին զենք է ուրեմն հարձակողական սպառազինություն է վաճառում։ Ինչ անել այստեղ։ Մանավանդ որ Հայաստանում ընտրական գրեթե բոլոր process-ներն էլ պայմանավորվել են հենց Ղարաբաղով եւ Ղարաբաղում իրավիճակը չսրելու մտայնությամբ։ Այստեղ եւս շատ բարդ է, առաջինը պետք է արձանագրենք մի բան, որ մարդկային կորուստներ ենք ունենում առաջին հերթին եւ դա արդեն այնպիսի բնույթ է ընդունել, որ տարօրինակ մի վիճակ է։ Մինսկի խումբը ես կարծում եմ առաջիկայում չի կարողանա ընդհանուր հայտարարի գալ որևէ բանում եւ ի սկզբանե դա ակնհայտ է եղել Ռուսաստանին կոնֆլիկտը մշտապես սերնտու է եղել մի բանի համար, որ կոնֆլիկտի կողմերին բալանսավորելու եւ այսինքն ֆորս մաժոր եք տեսնում այնտեղ։ Այդտեղ չեմ տեսնում ֆորս մաժոր, բայց տեսնում եմ ընդհանուր, ասենք թե այս process-ների արդյունքում նոր իրավիճակների ձևավորում, որոնք որ կբերեն, ասենք, այլ Մինսկի խումբը կարող է եւ չլինել կենսունակ լուծելու։ Ես մի քիչ օպտիմիստ եմ մի հարցում։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը մինչև վերջ կգնա։ Համոզված եմ, որ Ռուսաստանը կզիջի, որովհետեւ հակառակ դեպքում կկորցնի իր տնտեսությունը, կկորցնի, ասենք, շատ լուրջ կորուստներ կունենա, համոզված եմ, որ կգնա զիջումների։ Ես գոնե այդ ռիտորիկայի մեջ, ասենք, իշխանությունների ռուսական տեսնում եմ այդ, ասենք, թաքնված, բայց արկա, ուրեմն ահազանգերը։ Կարծում եմ, որ փոփոխություն այդ զիջումների գնալուց հետո մեզ համար նույնպես նոր հնարավորություններ կբացվեն։ Համոզված եմ, որ արևմուտքը շատ ավելի մի քիչ ավելի ագրեսիվ կմոտենա այս հարցերին եւ կփորձի կոնֆլիկտային բոլոր խնդիրները ինչ որ ձևով, ասենք թե տանել լուծման եւ այստեղ միգուցե մեզ համար բացվեն նոր հնարավորություններ։ Ցավոք սրտի մենք ինչ-որ առումով Իրանին եւս ներգրավել տարածաշրջանում որպես կարևոր խաղացող, մանավանդ մենք վերջերս կարևոր այսպես ուղերձներ ենք լսում Իրանի դեսպանից, որ Հայաստանը որպես տարանցիկ երկիր գազի համար, եթե նույնիսկ Հայաստանին անհրաժեշտ չէ այդ գազը որպես երկիր ծառայի, մանավանդ առաջիկայում եւս պատրաստվում է Իրանի նախագահի այցը Հայաստան, որը կարող է իսկապես բեկում մտցնել Այս կամ այն կերպ Իրանը տարածաշրջանային լրջագույն խաղացող է եւ Ռուսաստանի այսօրվա վիճակը կարծում եմ բերել է նրան, որ Իրանի դերակատարությունը։ Այո, եւ ես կարծում եմ Իրանի հետ հարաբերությունները շատ արագ կնորմալանան եւ Իրանն էլ որոշակիորեն, ասենք, նպաստել է դրան եւ process-ները արկա են։ Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա եւ բնականաբար Իրանը ուրեմն հաշվի չառնել այս տարածաշրջանում անմիտ մի բան կլինի, դա կլինի շատ արագ, թե կլինի մի քիչ ավելի, ասենք թե երկարատև ժամկետում մի քիչ ավելի բարդ է հիմա ասել, որովհետև Իրան արևմուտք հարաբերություններում փոքրիկ խութեր կան դեռ հաղթահարելու, կարծում եմ, բայց ինչևէ տենդենսը տանում է դրան, եթե այս պարագայում Ռուսաստանի դեպքում տենդենսը տանում է դեպի հակառակը, ապա Իրանի դեպքում կա պոզիտիվ, ասենք, շարժ։ Ես կարծում եմ, որ նոր հնարավորություններ են լինելու, բայց համոզված չեմ, որ այս իշխանությունները, ներկայիս իշխանությունները եւ ոչ իշխանական ուժերը կկարողանան կոնկրետ այս գործընթացները համակարգել եւ տանել այն ուղով, որը որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը նրա քաղաքացուն եւ այստեղ է որ կարծում եմ, որ անելիք ունեն բոլոր նրանք, ովքեր որ իրենց ընտրությունը կատարել են եւ այդ ընտրությունը տարբերվում է նրանց ընտրությունից։ Եվ իշխանության եւ ոչ իշխանական այդ հատվածում։
Այն մտահոգությունները կամ այն պահանջները, որ ոչ իշխանական ուժերը առաջադրել են կառավարությանը եւ ժամկետները, որ տրվել են իշխանություններին, դրանք ինչ են ներշնչում, հատկապես նաեւ նկատի առնելով այն հրատապ հարցազրույց կոչվածը Լևոն Տեր-Պետրոսյանի, որտեղ ըստ իր ունեցած տեղեկությունների մտրակով ուրեմն հետապնդում են Գագիկ Ծառուկյանին, այն դեպքում, երբ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը միասին այդ լավագույն մարզական ընտանիք միջոցառումն էին հետևում միասին, քահ նույնիսկ ծիծաղելով իրար հետ ժամանակ անցկացնել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ հետապնդվել են, շատ լավ պատկերացնում են ինչ է հետապնդում։ Ահա, դա Աստված, որ որևէ մեկին չհետապնդեն մեր երկրում, իսկ մնացած հարցերը ենթադրենք, չգիտեմ, 12 հարց կամ 24 հարց բարձրացնել այսօրվա Հայաստանում, այսօրվա քաղաքական իրավիճակում իմ համար գոնե անհասկանալի է։ Իհարկե ցանկացած հարցի, փոքրիկ հարցի լուծման պարագայում հասարակությունը շահում է եւ դա Աստված ինչ որ հարցեր լուծում ստանան, օրինակ նույն քաղաքացիական հասարակությունն էլ երբ որ խնդիրները բարձրացնում, ինչ որ հաջողություն ունենում է, բոլորս են ուրախանում եւ այդպես էլ պետք է լինի, բայց Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ 1 հարցը կորել է եւ այն քաղաքական միավորները, որոնք տարիներ շարունակ ասել են, որ օր առաջ պետք է ազատվել ոչ լեգիտիմ իշխանությունից, որ օր առաջ պետք է փոխել այս ամենը, այս համակարգը, այս ավազակապետությունը եւ այլն եւ այսօր ավազակապետության հետ նրա ասենք կառավարության հետ գործակցում են եւ փորձում են մանր եւ փոքրիկ խնդիրներ լուծել, ինչեւ է դա էլ ստրատեգիա է, դա էլ տակտիկա է կամ չգիտեմ ինչ ասենք սրան, բայց գոնե ես կարծում եմ, որ սրանով հեռու գնալ հնարավոր չէ։ Իսկ այն սպառնալիքները, որ կլինեն անընդմեջ հանրահավաքներ եւ այլն, այդ սպառնալիքները ինձ շատ լավ էլի հիշեցնում են մի պահ առաջ ասեցի, սեպտեմբերի 3-ից առաջ հնչող սպառնալիքները եւ սրանք կարծում եմ ուղղորդում են էլի Հայաստանի իշխանություններին դեպի Ռուսաստան, սակայն կասկած էլ որևէ մեկը չունի մեզանից, որ Հայաստանի իշխանությունները նրանց չնայելով իրենք վազել են դեպի Ռուսաստան եւ տրվել են մինչեւ վերջ եւ ավելին տալու բան չկա, թե չկտային ասենք, թե սա ծիծաղելի է, բայց ինչեւ է, ես կարծում եմ ինքը Ռուսաստանն է մտահոգ եւ իր ասենք ազդեցության շրջանակներում փորձում է ուղղորդել առանձին քաղաքական միավորների միշտ այդ ճնշումը պահպանել, որովհետեւ այդ մտահոգությունը հավանաբար այնտեղ առանձին շրջանակներ ունեն։ Իսկ արևմուտքի գործողությունները, որը պետք է լինի հատկապես այս ենթադրաբար ռուսական նվազող ազդեցության պայմաններում, այսինքն արևմուտքը ինչպես պիտի աշխատի քաղաքական այն ուժերի հետ, այն հատվածի հետ գոնե, որ իր լեզուն հասկանում, ընկալում է։ Ես կարծում եմ, որ արևմուտքը այս պահին դեռևս բազմազբաղ է, զբաղված է այս սանկցիաներով, որոնք իրոք շատ ազդեցիկ են ու ծավալուն, շատ կարճ ժամանակ հետո նրանք նաև պետք է պատկերացնեն իրենց անելիքները, որովհետև հարվածել հասկանում ենք, բայց ասենք ինչ որ մեկ այլ հարթակ կա, որտեղ պետք է աշխատել, բայց ես կարծում եմ, որ ցանկացած հասարակությունում ուրեմն այդ հասարակության ներսում պետք է ասենք, թե այդ հարթակը ծնվի եւ նույն արևմուտքը պետք է տեսնի այդ հարթակը, հետո նոր ինչ որ քայլեր ասենք ձեռնարկի։ Հիմա դա բավականին բարդ process է, բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ տարբեր երկրներում մենք դա տեսել ենք եւ համոզված ենք, որ ինչ որ մի օր նաեւ այդ process-ները կժամանեն Հայաստան, տա Աստված, որ ամեն ինչ շատ խաղաղ լինի, առանց արյան լինի, առանց որևէ ինչ որ, չգիտեմ, մեծ վայրիվերումների ու կորուստների, տա Աստված, որ մեր հասարակությունը գիտակցի, նույն իշխանությունն ու ոչ իշխանությունը գիտակցեն, թե ինչ է, որոնք են սպառնալիքները եւ փորձեն, ասենք, թե գտնել օբյեկտիվ ու ճիշտ ճանապարհը, որը օպտիմալ, ասենք, գծով կտանի մեզ դեպի լույս, էլի եմ ասում։ Հակառակ պարագայում մենք դատապարտված ենք եւս մեկ անգամ կորցնել պետականություն։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան, ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արադ Զուրաբյանը, մնացեք բարով, կհանդիպենք։